Եվ ակնկալվող աշխատանքների մասին նախ հայտնում եմ, որ հասարակական տրանսպորտի աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու համար Երևան քաղաքում մշակվել էր հասարակական տրանսպորտի համար առանձնացված ավտոբուսային գծերի ամբողջական երթուղի, որը մասնակի իրագործվել էր այն սկիզբ էր առնում Նոր վարչական շրջանից եւ պետք է հասնի մինչեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։ Խնդրեմ հաջորդ սլայդ փոխանցեք։ Միաժամանակ ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնման զուգահեռ Իլ-դե-Ֆրանսի գործընկերների հետ համատեղ մշակվել եւ շարունակվում է մշակվել Երևան քաղաքի փոքր կենտրոնի համար շարժունակության հայեցակարգ, որը բացի առանձնացված ավտոբուսային գծերի ընդլայնումից ներառում է նաեւ մի շարք փողոցներ, որտեղ երթևեկության կազմակերպման փոփոխությունների արդյունքում Իլ-դե-Ֆրանսի գործընկերների կողմից առաջարկվել է կիրառվել երթևեկության սահմանափակումներ, այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։ Պատկերոտում հետիոտնային հատվածները առանձնացված են դեղին գույնով։ Սա ընդհանուր հայեցակարգային գաղափար է։ Խնդրեմ հաջորդ պատկերին։ Որպես փոփոխությունների առաջին քայլ հետիոտնային հատվածները առաջարկվել են Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան եւ Արամի փողոցներում կիրառել սահմանափակումներ, որը պատկերում նշված է վարդագույն գույնով։ Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ Իլ-դե-Ֆրանսի կողմից շարունակվում են ուսումնասիրությունները շարժունակության վերաբերյալ եւ իրականացվում են վերլուծություններ նշված հետիոտնային հատվածներին զուգահեռ ներդնելու հեծանվային եւ ինքնագլդորների համար առանձնացված երթուղիներ։ Խնդրեմ հաջորդ սլայդ։ Արդյունքում պատկերը պետք է լինի հետիոտնի համար նման կերպով առաջարկ իրագործման արդյունքում ակնկալվում է կիրառել երթևեկության սահմանափակումներ եւ տվյալ հատվածները սահմանել հետիոտնի համար։ Նշված առաջարկվող փոփոխությունների նպատակը կայանում է նրանում, որ փոքր կենտրոնում կիրառված սահմանափակումների արդյունքում նախատեսված լինի հասարակական տրանսպորտի եւ հետիոտնի համար։ Նշված առաջարկի մասով ներկայումս դեռ իրականացվում են ուսումնասիրություններ եւ վերլուծություններ բարեփոխումների հետագա քայլերում ներառելու համար։ Խնդրեմ հաջորդ նկարը։ Ներկայացված առաջարկների քննարկման արդյունքում որոշում է կայացվել հունիս ամսվա ընթացքում իրականացնել ավտոբուսային առանձնացված գծերի շարունակության ապահովումը, ինչպես նաև երթևեկության փոփոխություններ մի շարք փողոցներում։ Պատկերում ներկայացված է առաջիկա պլանավորված փոփոխությունների արդյունքում երթևեկության կազմակերպման նոր սխեմաները, որի նպատակն է հասարակական տրանսպորտը առանձնացնել ընդհանուր երթևեկությունից, ապահովելով արդյունավետություն եւ սպասարկման որակի բարձրացում։ Մասնավորապես Մաշտոցի պողոտայում ներդրված ավտոբուսային առանձնացված գիծը կապահովի շարունակություն դեպի Խորենացի փողոց եւ հնարավորություն տալով ավտոբուսին ցախ շրջադարձ կատարել դեպի Խորենացի փողոց։ Խորենացի փողոցում կներդրվեն ավտոբուսային առանձնացված գծեր երկու ուղղություններով եւ կկիրառվի կայանման արգելք։ Իտալիայի Բեյրութի եւ Արգիշտի փողոցներում ավտոբուսային առանձնացված գիծը կշարունակվի մինչեւ հաղթանակ կամուրջ։ Այս փոփոխությունների համատեքստում կիրականացվեն երթևեկության փոփոխություններ նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, որի արդյունքում Լուսավորիչ փողոցից Մաշտոցի փողոտախաչմերուկում կավելացվի երթևեկելի գոտի թույլատրելի ուղղությամբ դեպի ցախ հաղթանակ կամուրջի ուղղությամբ, ինչի արդյունքում ցախ շրջադարձ նշված ճանապարհատվակցում կիրականացվի երկու երթևեկելի գոտուց։ Ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնման աշխատանքների ավարտից հետո կուսումնասիրվեն երթևեկության հոսքերը Մաշտոցի փողոտայում եւ կիրականացվեն լուսացույցների ռեժիմների փոփոխություն, որից հետո կսկսվեն աշխատանքներ Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների մասով։ Խնդրեմ հաջորդ պատկերը։ Նախատեսվում է իրականացնել երթևեկության փոփոխություն Սարյան եւ Մոսկովյան փողոցներում, որի արդյունքում երթևեկությունը Սարյան փողոցում եւ Մոսկովյան փողոցի Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտայի խաչմերուկ հատվածում կազմակերպվի միակողմ ուղղությամբ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։ Այդ փոփոխության արդյունքում կապահովեն տրանսպորտային միջոցների կայանման նշված ճանապարհատվածների երկու կողմերում։ Այս փոփոխությունը կնպաստի Սարյան փողոցում խցանումների նվազմանը եւ երթևեկության միջին արագության ավելացմանը։ Պարոն քաղաքապետ, երթևեկության նշված փոփոխությունների նպատակը, ինչպես նշեցի, հասարակական տրանսպորտին առավելության տրամադրումն է երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, որը պետք է նպաստի հասարակական տրանսպորտի որակի բարելավմանը եւ սահմանված գրաֆիկով սպասարկման ապահովմանը։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, ընդհանուր առմամբ
Այս փոփոխությունները, որոնց մասին բարձրաձայնում եք, մենք արդեն իսկ ունենք հաշվարկները, նաև մեր ֆրանսիացի գործընկերների հետ ենք իրականացրել ընդհանուր հետազոտությունը։ Խոսքը իհարկե գնում է ավտոբուսային նոր գծերի եւ Սարյան փողոցը միակողմանի դարձնելու մասին, բայց հայեցակարգային կարևոր հարցը հետիոտնային հատվածները ավելացնելու վերաբերյալ կարծում եմ նույնպես մեր ամենակարևոր հարցերից մեկն է, որը որ կարծում եմ նվազագույն այս տարի վերջնական որոշումներ պետք է կայացնենք, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում։ Ինձ թվում է ամբողջական պատկերն ունենալու համար մեզ նաև հարկավոր է հեծանվային ուղիները հասկանալ եւ ըստ այդմ արդեն ամբողջական պլան ունենալ, թե ինչպես ենք վերակազմակերպում փոքր կենտրոնի երթևեկությունը եւ շարժունակության փոփոխությունը փոքր կենտրոնում այո դեպի հետիոտնային ավելի տեղաշարժ է գնալու, ինչպես եւ շատ այլ մայրաքաղաքներում է իրականացվում եւ այն հրապարակներում, որտեղ որ ավտոմեքենաների շարժը էականորեն կնվազի, իրենք շատ ավելի լայն հնարավորություններ կստանան զարգացման եւ մասնավորապես հանրապետության հրապարակը։ Ինչքան էլ որ անպատկերացնելի է թվում այս պայդրությամբ այդ փոփոխությունը, բայց ես վստահ եմ, որ նմանատիպ փոփոխություններով որ քաղաքային կոլորիտը ավելի է, այսպես ասած, ընդգծվում։